թարմ լուրեր լսեք Հայաստանից, ինչ որ Հայ Վիժնի միջոցով հեռարձակվում է Հարավային Կալիֆոռնիայում։ Ես հիմա ուզում եմ ցած ցուցադրել, մեզ մոտ տեսնում եք եղանակը ինչպես է, մասամբ մի քիչ եղանակը մի փոքր ջերմություն իջել է, բայց եւ այնպես շատ մեղմ եղանակ է մեզ մոտ տիրում, գիշերը կարող է մի քիչ ցուրտ լինի, 48-50 աստիճան, կապված որտեղ եք բնակվում, իսկ արևելյան նահանգներում դեռ ձմեռը չի եկել, դեռ մենք գարնան ավարտին ենք մասամբ եւ տեսնեք ինչ է կատարվում, խիստ ձյուն է իջնում եւ այստեղ տեսնում եք անընդհատ մաքրում են, խնդրեմ է լինում, ինչ տեսնում եք West Virginia եք տեսնում եւ տեսնում եք այս շրջանները բոլորը ինչ որ տեսնում եք winter alert 14 միլիոն մարդ է ապրում այս տարածքը ինչ որ տեսնում եք այդտեղ Albany, New York-ն եք տեսնում եւ ուրիշ այդ շրջանները մենանգը դրանք խիստ ձյուն է իջել անգամ օդանավակայաններում տեսեք սա թրակն է սառած է վայր է ուզում ընկնել կարողանում են վարորդին փրկեն հետո մեքենան անեն տեսնում եք բրիջի վրա ասում է այստեղ մեքենան դա արևելյան նահանգներում տեղի ունեցող է West Virginia-ում է այս որտեղ թրակը ուզում է ընկնի ամենայն դեպս Փենսիլվանիայում 500 accident պատկերացրեք 14 միլիոն այսպես վիճակի մեջ է դժվար կացություն եւ այլն օդանավակայանները բոլոր ուշացում ունեն 10 ինչ ձյուն է եկել տեսեք այդ թրակը տեսեք ինչ է պատահում պատկերացրեք 25 սանտիմետր ձյուն իջել է եւ ասացի դեռ աշնան ավարտն ենք Strandon, Pennsylvania խիստ ցուրտ է եւ այսպես բարդություններ կա դպրոցները անգամ փակել են այստեղ տեսնում եք Northeast եւ Boston-ն եք տեսնում եւ այլ այդ նահանգները ցուրտ է եթե պիտի այցելեք այդտեղ նախապես օդանավակայանը զանգվեք տեսեք թռիչքը տեղի ունենալու թե չէ տեսնում եք գրված է կոդ տեսեք ջերմաստիճանը -3 սա Fahrenheit է այսինքն պատկերացրեք 0 արդեն երբ մեր 0-ն 32 աստիճան Fahrenheit-ն է մասամբ Հիմա տեսեք սա Fahrenheit-ի 0-ից ցած է, շատ խիստ ցուրտ է այդ տարածքներում, ինչ որ այստեղ տեսնում եք։ Եվ ուրբաթ օր, հիմա դա այսօր եւ շարունակական էր, ուրբաթ օր էլի ցուրտ է, բայց մասամբ ավել եղանակը լավ է լինելու, քան թե ինչ որ այսօր վաղը ավել ցուրտ է, քան թե շաբաթավերջին ինչ որ տեսնում եք։ Ես ուզում եմ հիմա խոսել նաև սպանությունը, այսինքն նախագահ Թրամփի հրամանով ասեն են, որ Վենեսուելայից եթե նավակներ են դուրս գալիս, որ իրենք ասում են սա ցկնորսներ են նավերի մեջ, այդ նավակների մեջ առաջինը սեպտեմբերին 13 հոգի կային, հետո 3 հոգի նավակ, այսպես 22 նավակ հարձակվել են վերացրել են եւ 83 մարդ է մահացել։ Իսկ ամենաառաջին նավակը, երբ որ սեպտեմբերին հարձակվեցին, երբ ռմբակոծում են, 2 հոգի դեռ ողջ են մնում, ջրի մեջ են լինում, այսպես չեն մահանում։ Հետո գնում են ռմբակոծում են այդ 2 հոգում որ ջրի մեջ։ Հիմա համաշխարհային Ժենևի Convention-ը, համագումարը, այսպես ասում, Geneva Convention, ասում է, եթե combatant, այդ ռազմիկը, պատերազմ անողը, եթե զենք չունի եւ եթե հանձնվել է, չպիտի իր վրա կրակեն, չպիտի իրեն սպանեն։ Սա օրենքն է եղել երկար տարիներ, համաշխարհային պատերազմի ժամանակ նաեւ ձերբակալել են նրանք, որ հանձնվում են։
Իսկ այս երկու անձնավորությունը զենք չեն ունեցել, ջրի մեջ են մոտիկ են խեղդվեն, օդանավը գնում է նորից ռմբակոծում է երկուսին սպանում է։ Սա ասացի խախտում է, անգամ քիչ հետո կտեսնեք Rand Paul, դեմոկրատները բոլորը դեմ են այս աշխատանքին, որ այս երկրի օրենքը ասում է անձին պիտի անկախ դրանից մարդասպանություն է, դրագ է տեղափոխել, ինչ արել է, դրագ է մատակարարել, անձը մահացել է, առաջ պետք է տատի տակ, երբ որ ջուրին կամ տատավորը այդ նայելով տատը անձին մեղավոր անեցին, կարող են ազատազրկեն, կարող են կախաղան բարձրացնեն, կարող են կանգնեցնեն, կրակեն, սպանեն անձին, բայց դատարանը պիտի որոշի անձը այս մեկ նավակ գնում է ռմբակոծում է հայտնի չէ այդ մարդը իր երեխաների հետ է նավակի մեջ ուրիշ է չի կարելի կրակել սպանել դրա համար բոլոր աշխարհով մեկ դեմ են այս ինչ որ հիմա կատարվում է իսկ մանավանդ այդ որ երկու հոգի ողջ են եղել օվկիանոսի մեջ Կարիբյան այնտեղ են եղել նորից հետ են վերադարձել սպանել են հիմա անդրադառնում է որ սա հարմար չի նախագահ Թրամփ ասում է ինքը լուրջ ունի այսպես ինքը հերում մնա այդ արծիվ պաշտպանության նախարարը որ ասել է գնացեք հարվածեք սպանեք հիմա ասում է որ ես ասել եմ արձակվեն բայց հետո ես ժողով պիտի գնայի ես գնացել եմ հրամանը տվել եմ բայց հետո գնացել եմ այսինքն առաջին անգամ որ պիտի ռմբակոծեն հետո գնացել եմ իսկ եթե երկրորդ անգամ կրակեն են ասում է որ մեկ admiral կամ ծովակալ 4 աստղանի գեներալն է հրաման տվել այսինքն այսպես Թրամփից գնում է պաշտպանության նախարարության պաշտպանության նախարարը ասում է ես չեմ ասել նա է ասել այսպես հիմա երևի այդ ծովակալն է admiralն էլ կասի ես չէի ասել ավել ցածրաշան զինվորականն ասել այսպես խառը վիճակ է ես հիմա ուզում եմ ձեզ այստեղ ցուցադրել տեսնում եք սա հեքսետ ասում եմ ես ասել եմ սպանեք բոլորին նավակի մեջի այդ ժամանակ նրանք ռազմիկներ են պատերազմի սա գեներալն է որ երկրորդ անգամը ասում են ինքն է հրաման տվել այդ երկու survivor-ներին որ նավակի մեջից դուրս են ընկել խեղդվելիս են լինում հետ է վերադառնում նորից ռմբակոծում է ուրեմն համաշխարհային օրենքը արգելում է սպանել թշնամուն անգամ այդ թշնամի ռազմիկին պատերազմին որ ինքը չի սպառնում հետո ուրեմն հանձնվերը կամ այս օրինակում այս օրինակի մեջ ջրի մեջ վայր են ընկել զենք չկա բնավ զենք չունեն ուրեմն այսպես մեկը մյուսին մեղադրում է այս ռմբակոծության համար որը տեղի էր ունեցել սեպտեմբերի 2-ին այստեղ տեսնում եք ասացի Թրամփը ասում է լուրջ ունի հետո նախարարն է իր կողքին եւ հետո վերջ ասում են այս admiral-ն է հետո հրաման տվել Երբ սա էլ մի քանի օրից կգասի մի ուրիշն է հրաման տվել այսպես այստեղ տեսնում եք պաշտպանության նախարար Հեքսետ որ որևէ փորձառություն չի ունեցել Թրամփ իրեն նշանակել է որպես պաշտպանության նախարար որտեղ 1,300,000 զինվորական է աշխատում ասում է ես թողի գնացի մեկ ուրիշ ժողով պիտի մասնակցեի ես տեղակ չեմ եղել որ հետո ռմբակոծեն են, սպանել են, այսպես տեսնում եք սա հիմա ասացի նաև ռեփաբլիկաններ ասում են այս հարցը պիտի վերանայվի եւ տեսնեն որ ով էր հստակ այս Rand Paul ռեփաբլիկան սենատորը ասացի դեմոկրատները բոլորն են ասում այս Rand Paul-ը ինքը հստակ ասում է որ ես լրիվ դեմ եմ որ գնալ անօրինական է գնալ օվկիանոսում մի խումբի ռմբակոծել դա անօրինական է եւ ուր է փաստը որ եթե անգամ թմրեցուցիչ էին տեղափոխում որ փաստի վրա եւ նամանավանդ որ սպանել
բողոքում է, որ շատ մոտիկ է անգամ եղել այս Republican senator նախագահ Թրամփին շատ մոտիկ է։ Ամենայն դեպս նաև նախագահը հրաման է տվել, որ Սոմալիից եկողներ այստեղ Քրիստի Նոամ այս նախարարներից մեկն է DEI, որտեղ նա ասում է, որ աշխատում ենք հիմա Մինեսոտայում Սոմալիից եկած անօրինական եկեն են այստեղ եւ գողություն են անում, միլիոնավոր դոլար, ասում է, գողություններ են արել, ավելի շուտ հարյուրավոր միլիոնավոր դոլար գողությամբ են զբաղվում, պետք է իրենց հանենք այս երկրի, որտեղ եկեն են, գումար չունեն եւ այլն, կառավարությունից օգնություն են ստանում եւ կողոպտում են այս երկրին այդ անձիկ, ինչ որ Սոմալիայից եկեն են։ Ես մի տաթարվեցնեմ, երբ վերադառնամ տաթարից մեկ աֆղանցի, որ եկեն էր այստեղ, այսինքն պատերազմում Աֆղանստանի CIA-ի համար էր աշխատում Աֆղանստանում, իրեն մասին խոսեմ, հետո նախագահ Պուտինի մասին ծրագիրը հովանավորում է Burbank Adult School-ն է հովանավորում ծրագիրը։ Burbank Adult School-ը գտնվում է Burbank-ում եւ սա Կալիֆոռնիայի նահանգը վճարում է, որ դուք կարողանաք գնալ 18 տարեկան եւ ավելի չափահասը կարող է գնալ այնտեղ տարբեր դասավանդումների մասնակցի։ Այստեղ տեսնում եք հեռախոսահամարն է, բայց ավել հարմար կլինի ռեկլամի վրա կտեսնեք իրենց հասցեն Allen փողոց Burbank-ում է գտնվում։ Տեսնում եք բուժքույր լինել, օգնական լինել, կոմպյուտեր սովորել, եթե գիտեք կոմպյուտեր ավել մասնագիտացված եւ ուրիշ դասավանդումներ, որ ձեզ շատ օգտակար կլինի։ Անցյալ սեմեստր 4 ամիս է ամեն սեմեստրը, երբ առաջին անգամ առաջարկեցի այստեղ ձեզ, որ գնաք գրանցվեք, հետո դասարանները լցվեցին, տեղ չկար։ Հիմա օր առաջ կարող եք այդ գործը անել եւ իրենք orientation շուտով ունենալու են, զանգահարեք, տեսեք, որ օրը գնաք այնտեղ մասնակցեք։ Ծրագիրը նաև հովանավորում է Central Avenue Pharmacy հովանավորում է, այստեղ Կալիֆոռնիա փողոցի վրա է գտնվում, դոկտորը 30 տարից ավել տեղագործ է այս քաղաքում աշխատող, իսկ հիմա իր դուստրը նաև միացել է, 5-6 տարի է միացել է նաև տեղագործ եւ իրենց նոր կենտրոնը բաց են անելու Sunland քաղաքում։ Ծրագիրը հովանավորում է Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը, եթե դուք բնակարան բարձրացեք, պետք է մաքուր լինի, բնակելինի, եթե այդպես չի, դուք վարձակալ եք ապարտմանի մեջ կամ առանձնատուն չի տարբերում, պետք է մրջուն, միջատներ, բահարանի մեջ, գետնի վրա մուկ այդ տան մեջ չլինի։ Եթե այդպես է, զանգարեք, ձեզ պետք է հատուցում տան։ Դուք ոչինչ փաստաբանին չեք վճարում։ Եթե ինքը հաջողի գումար ձեզ համար վերցնի, հետո իրենք վճարեք։ Ծրագիրը Orange Shipping-ն է հովանավորում ծրագիրը։ Orange Shipping ձեզ է առաջարկում, որ դեկտեմբերի 19-ը կեսօրին ժամը 2-ը վերջին առիթն է, որ դուք կարող եք ծանրոց ուղարկեք Հայաստան, որ նախքան նոր տարի ձեր ազգականը իրեն ծանրոցը նվերը ինչ որ պիտի ղրկեք ստանա։ Եթե դրանից հետո ղրկեք, հայտնի չի, նախքան նոր տարի կհասնի, թե չի հասնի, բայց եթե մինչև այդ թիվը ղրկեք, գարանտի են անում, որ կստանան։ Գտնվում է North Hollywood եւ Sherman Way փողոցի վրա։ Ծրագիրը հովանավորում է Շահին Թուրն է հովանավորում, որտեղ Մեքսիկոյի cruise կազմակերպված է դեկտեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 21, 8 օր 7 գիշեր ամեն ինչ այնտեղ ներառված է, ընդամենը $790 կվերադառնա։ Ես ձեզ հաղորդել էի, որ 2021 թվին, երբ որ Ամերիկան Աֆղանստանից ստիպված եղավ դուրս գա, այդ ժամանակ 73,000 աֆղանցի, ինչ որ աշխատել էին ամերիկյան տարբեր զինվորականների հետ, CIA-ի հետ, իրենց տեղափոխում են այստեղ, որտեղ թալիբանները անմիջապես այդ նման մարդկանց կախաղան պիտի բարձրացնեին։
Հիմա այդ անձիկից է այս ինչ որ ձեզ ուզում եմ ցույց տալ եւ արդեն քանի օր է ամեն օր մի նոր բան իր մասին բացահայտում են, ես էլ աշխատում եմ դա ձեզ բերել այդ նոր բացահայտումը, տեսնում եք այս կլոր կարմիրի մեջ տեսնում եք այդ աֆղանցին է, որ Վաշինգտոն նահանգից գնում է մայրաքաղաք Վաշինգտոն է գնում, որ մի ծայրից մյուս ծայր է գնում, իր հետ տանում է ատրճանակ, 5 երեխա ունի, 29 տարեկան է եւ այստեղ տեսնում եք ինքն երկու տեսնում այնտեղ Վաշինգտոնում հիմա 2200 զինվորականներ կան, կրակում է, տեսնում եք կրակում է, հետո կանգնում է զոհի վրա, երբ որ երկու այդ National Guard-ի զինվորականները, տեսեք այստեղ սև ինքը կանգնած է, զինվորները վայր են ընկել 20 տարեկան մի ամերիկուհի եւ 24 տարեկան տղամարդ կրակում են։ Այդ 20 տարեկանը ձեզ ասացի մահացել է, տեսնում եք կանգնել է իրենց գլխին վրա, հետո գալիս են իրեն վրա կրակում են, բայց ինքը նաեւ հիվանդանոցում է, սա այստեղ տեսնում եք այս 29 տարեկանը եւ իրեն տատի են տվել, բայց ինքը հիվանդանոցում, ասել է մեղավոր չի ինքը, հետո պիտի դատավարություն տեղի ունենա, այս նախնականն է, որ կարողանան բանդում պահեն, աֆղանցի ինքը աշխատել է CIA-ի հետ Աֆղանստանում, գաղտնիորեն, վերջի օրը, որ 2000 օգոստոսին 2021 թվին եկել են։ Նախագահ Թրամփ ասում է, որ սա այդ զինվորականն է, որ վիրավորված է, ամերիկացի զինվորականը 24 տարեկան, 20 տարեկան զինվորականն է ամերիկացի, որ մահացել է այդ աֆղանցու կրակոցի հետևանքով։ Հիմա ասում է բոլոր աֆղանցիներին պետք է իրենց բեքգրաունդը նորից չեք անեն եւ որոշ երկրներից արդեն արգինել է, որ որևէ մեկը կա այստեղ, մեկը Իրանն է, Աֆղանստան եւ այդ հերո արևելքի երկրներից արգինել է իմիգրանտներ, այսինքն անձիկ կարողանան կան Ամերիկա այստեղ տեսնում եք։ Ես ուզում եմ խոսել նախագահ Պուտինի հետ հանդիպեցին Քուշներ, նախագահ Թրամփի փեսան, որ բոլոր զարմանում են, որ ինչ փորձառություն ունի գնացել է, կամ Witkoff, մեկ բիլիոնատեր է, որ նախագահը իրեն նշանակել է այստեղ Witkoff մեջտեղում տեսնում եք իր փեսան նախագահի ավել վերջում նստած է, եկել են Պուտինի հետ խոսելու այս Ուկրաինայի խաղաղության համար, որ զինադադար լինի։ Եվ բոլորը արձական են Պուտինը իր երիտասարդ ժամանակվանից KGB-ի աշխատող եղել, հետո գիտեք նշանակեց իրեն Ելցինը իրեն նշանակեց որպես վարչապետ, հետո դարձավ նախագահ, արդեն 1999 թվականից 26 տարի այս քաղաքական ամեն ինչը գիտի, փորձառու է հիմա, ինչ որ մեկը ասում է տաժան է, մեկը ինչ, բայց ինքը փորձառու քաղաքագետը գիտի ինչ անի իրենց երկրի համար։ Այս մարդիկ գալիս են իրեն հետ խոսում են, նորից չկարողացան իրեն համոզեն, որ պատերազմը կարողանան բերեն, ավարտի բերեն։ Եվ հստակ ասում է, որ որոշ տարածքներ պետք է Ուկրաինայի հանձնեք Ռուսաստանին, հետո խաղաղություն կլինի։ Ուրեմն այսպես այսօր հանդիպեցին նախագահ Պուտինի հետ եւ առանց արդյունք էլի վերադարձան այնտեղ փեսան եւ Witkoff-ին տեսնում եք։ Եվ հետո նախագահ Պուտին հանդիպեց լրագրողներին, այսպես տեսնում եք, եւ ինչ որ ձեզ ասացի, կրկնեց այնտեղ, որ պատերազմը չի ստապ լինի կամ չի դադար չի լինի, մինչև Ռուսաստանի ցանկությունները տեղի ունենա։ Այսպես հստակ ասել է անկախ դրանից։ Նաև ասել է, որ ՆԱՏՕ-ն սաբոտաժ է անում նախագահ Թրամփի խաղաղության աշխատանքը։ Եթե ինչ որ նախագահ Թրամփի ասում է, որ Ուկրաինան պետք է հանձնի այդ տարածքները Պուտինին, որպեսզի խաղաղություն լինի,
բնականաբար Եվրամիությունը դեմ է դրան։ Իրենք ցանկությունն է, որ Պուտինը մի այդ տարածքներից հետ նահանջի, հետո խաղաղություն լինի։ Ոչ թե առավել տարածք տան, դա է որ Եվրամիությունը դեմ է այս հարցին եւ դրա համար Պուտինը ասում է, որ նրանք խանգարում են այնինչ, որ նախագահ Թրամփը ուզում է խաղաղություն բերի այդ տարածքին։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից պետք է խոսեմ 10 տարի ճիշտ առաջ այսօր ինչ պատահեց Սան Բերնարդինո մեր արևելքում մի ժամ մեզանից հեռավորության վրա, նաև մատչելի կներով բնակարաններ, դրա մանրամասնությունը ձեզ ասեմ եւ ծրագիրը հովանավորում է Քամրան Յադիդի փաստաբանն է հովանավորում։ Եթե Uber-ը վերցրել, վարձել ու ակսիդենտ եք ունեցել, լիֆտ եք վերցրել կամ ընդհանուր առմամբ, եթե որևէ ակսիդենտի ժամանակ զանգարեք այս հեռախոսահամարին եւ այդ ակսիդենտը իր հետ խորհրդակցեք, որովհետեւ 25 տարվա փորձառություն ունի, կենտրոնացած է այս հարցի վրա։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Բարսեղյան եւ դոկտոր Մահտեսյան ատամնաբույժներն են հովանավորում Ալիվ եւ Գլենոքս փողոցի հատման կետում գտնվող հեռախոսահամարը ձեզ մոտ նշանակեք, որևէ հարց ունեք ատամների հետ զանգարեք այս հեռախոսահամարին։ Vivaldi Venues եւ Catering հովանավորում է ծրագիրը։ 3 սրահներ ունեն, 300, 150, 120 տարողությամբ, իսկ ամեն օր ճաշ են առաջարկում։ Զանգահարեք այս հեռախոսահամարին։ Primate Pharmacy հովանավորում է ծրագիրը։ Տեղատուն գտնվում է հեռախոսահամարը տեսնում եք այստեղ։ Գտնվում է Գլենոքս եւ Highland փողոցի ճիշտ հատման կետում։ Եթե զանգահարեք, ուրեմն ձեր տեղերը կբերեն ձեր տանը կամ դուք կարող եք գնալ այդ տեղատունը։ Այսօր դեկտեմբեր 2, 2025 թիվ է։ Այս ծրագիրը հիմա վաղը հաջորդ օրեր կարող է կրկնվի։ Ամենայն դեպս ճիշտ այսօր 10 տարի առաջ, դեկտեմբեր 2, 2015 թիվը տարօրինակ դեպք տեղի ունեցավ Սան Բերնարդինո մեր արևելքում, որտեղ մի երիտասարդ այդ ժամանակ այդ երիտասարդը 28 տարեկան էր, հետո ամուսնացել էր մեկ կնոջ հետ, այսինքն այստեղ տեսնում եք իրեն տեսնում եք այս կնոջ հետ, որ Աֆղանստան ապրող էր, ամենայն դեպս թղթերը երբ որ ամուսնանում են, կարողանում են վերջ-վերջո այս կինը նաև գալիս է 2014-ին գալիս է այս ամուսինները ունենում են այդ օրը դեկտեմբեր 2, 2015 թիվ 6 ամսական երեխա են ունենում։ Այդ երեխային թողնում են կնոջ մայրիկի մոտ, սա 29 տարեկան է, 28 տարեկան էր այդ ժամանակ, 10 տարի առաջ, եւ առավոտյան ինքը ծնվել է այստեղ, սա Աֆղանստանում է ծնվել, եկել էր իր ծնողներն էին եկել արտասահմանից այստեղ, ամենայն դեպս ինքը աշխատում էր Սան Բերնարդիի Health Department-ում։ Health Department-ը այնն է, որ գնում են խանութները ուտելիքի եւ այլն չեք են անում, դպրոցներն են չեք անում։ Ուրեմն ինքը այդ ինսպեկտոր էր, այս երիտասարդը մի քանի տարի էր վարձվել էր աշխատում էր։ Այդ օրը Սան Բերնարդի նոյում միտեղ որ սրահներ կա, քանթի համար էր աշխատում եւ ժողով ունեին այդտեղ այդ օրը, ինքը լինում այդտեղ գնում է իր կնոջ հետ վերադառնում են, հագուստներ են հագնում, զինվորական եւ այսպես ապահով հագուստներ են հագնում, հետ են գալիս, մշինգան է բերում, այսինքն ավտոմատ վերացաններ, նախապես մեկ ուրիշի հետ, որ մեքսիկացի էր, իրեն հետ ընկերացել էր, նա նաեւ հետաքրքրվել էր այս հարցերով, իրեն նորից տեսնում եք, այս իր անունն է, որտեղ ասացի Սեյեդ Ռեզվան Ֆարուկ անունով, իր կնոջ անունը նաև Թաշֆին անունով է, ամենայն դեպս հետ են վերադառնում հրացաններով ու սկսում են կրակել հանրության վրա, առավոտյան ժամը 10-ից 56 րոպե, 14 հոգու սպանում են, 22 հոգի վիրավորվում են
իրենք թողնում են փախուստ են տալիս, մի կարճ ժամանակ պոլիսը իրենց չի կարողանում գտնել, վերջը իրենց ավել մի 15 րոպե, 20 րոպե ավել հեռավորության, որ գնում էին դեպի երևի ուրիշ տեղ նաև կրակելու, սպանելու, գտնում են իրենց կրակոցի հետևանքով երկուսին սպանում են, այս ամուսիններին սպանում են։ Եվ ահա այսպիսով մի տարօրինակ վիճակ ինչ որ այդ ժամանակ այստեղ տեղ ունեցավ եւ ես ուզում եմ հիմա ցույց տալ ձեզ իրենց տեսնում եք այսպես այս ամուսիններին տեսակ քիչ առաջ պատկերը տեսակ այս տղայի որ այդքան չէր ծայրահեղացել հիմա ուր որ այդ 14 հոգի մահացել են իրենց հարգանքի համար կենտրոններ են, այսպես կենտրոններ է կառուցել ամեն մեկի անունը տեղադրելն են, այդտեղ տեսակ մոտարապես 8 արդեն պատրաստ է այդ տարածքում եւ սա մարդիկ ինչ որ այսօր հիշում են այդտեղ Սան Բերնարդինոյում հիշում են այս մեծ ցավը սպանությունը ինչ որ այդտեղ տեղի է ունեցել այդ անձնավորությունների կողմից եւ ես ինչ որ ցույց է տալիս քիչ առաջ այս ինչ որ տեսնում եք մի բան տեղադրել են մեկի անունով քաղաքի տարբեր տեղերում է ինչ որ ամեն անձի համար մի հիշատակ են թող այդ զոհվածների համար Սան Բերնարդինո էրիայում է բոլորը սրանք ես ուզում եմ հիմա շարունակել ու խոսել նախագահ Թրամփը ասել է որ ամեն երեխա ինչ որ հունվար 2025 թվին այս տարվա սկզբին այստեղ բացատրում ենք ստանվել է եւ մինչեւ իհարկե սա շարունակվելու է մինչեւ 2028 թիվը երբ որ ինքը դեռ նախագահ է որ այս նորածինների համար կառավարությունը $1000 տրամադրելու է որ իրենց հաշվին ուրեմն տեղադրվի ընտանիքն էլ կարող է գումար ավելացնի ամենայն դեպս այս գումարը հաջորդ տարի հուլիսի 7-ից հետո է որ գումարը կհանձնեն հիմա բան չկա մի եկեք այստեղ ինձ ասեք ուր գնաք որտեղ վերցնեք այդպես բան հիմա չկա ուրեմն եւ ինքը ընտանիքն էլ այո կարող է գումար ավելացնել այստեղ Մայքլ Դել ընկերությունը այս կոմպյուտեր պատրաստող խոշոր ընկերությունը բիլիոնատեր է Ամերիկայի մեծահարուստներից մեկն է նա նաև ասել է որ ինքը նաև գումար է հատկացնելու անցնենք առաջ այստեղ տեսնում եք այնտեղ իր կնոջ հետ է ուրեմն ամեն անձին անձնելու են $1000 ասում է նախագահը հունվար 1-ին 2025 թվից ծնվող մինչև 2028 թիվը $1000 որպեսի ինվեստ անեն, այստեղ տեսնում եք, որ ինվեստ անեն ստակի մեջ, market index fund, որպեսի այդ գումարը հույս ունեն, որ տեսնում եք իրենց կրթական ոլորտի համար, բնակարան գնելու համար եւ ինվեստ անելու համար, երբ որ 18 տարեկան լինի, նախատեսում են, որ անձը 200,000 գումար կունենա։ Այստեղ Մայքլ Դելն էր ինչ որ խոսում էր, որ հիմա կտեսնեք, տեսնում եք այստեղ սենատոր Մայքլ Դել եւ իր կինը տրամադրում են 6 բիլիոն 250 միլիոն իրենք նաեւ այս հարցին տրամադրելու են եւ այդպես որ նախատեսել են ամեն մեկին $250 կլինի ամեն երեխայի համար եւ իրենց ցանկությունն է որ այս հարցում օգտակար լինեն եւ մինչեւ ընտանիքները նաեւ իրենք նաեւ տարեկան $5,000 չափ կարող են գումար ավելացնեն այդ որպես այդ երեխայի համար ասացի $1000 կենտրոնական կառավարությունն է վճարելու որևէ երեխա որ ծնվել է հունվար 1 2025-ից մինչև դեկտեմբեր 31 2028-ը շարունակվելու այս ծրագիրը այստեղ տեսնում եք եւ այդ երեխան երբ դարձավ 18 տարեկան ոչ ոք չի կարող գումարին ձեռք տա սա դելը նաեւ ասացի ընդլայնում է այս ծրագիրը $250 տեղադրելու է
երեխաների մինչև 10 տարեկան $250 տրամադրելու է, բայց որ այն տարածքներում, որ ընտանիքի այն երեխային է տրամադրելու, որ ընտանիքի եկամուտը $150,000-ից եկամուտը պակաս լինի, չեն տրամադրելու այս դելը, այսինքն կոմպյուտերի ընկերության տերը չի տրամադրելու նրանք, որ հարյուրավոր, հազարավոր տարեկան եկամուտ ունեն, մինչև, այսինքն 150,000 եթե եկամուտ ունեն, իրենք էլ կօգնեն այդ բերումով, եթե ընտանիք ցանկություն ունի ստանա, բնականաբար գումար են տալիս կընդունեն։ Այսպես ես դադար կվերցնեմ հիմա, երբ վերադառնամ Waymo, Google-ի այս թաքսիներն են, որ վարորդ չկա, մեքենան ինքը տնօրինում է, աշխատանքը ծրագիրը հովանավորում է Չոփուրյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում, Ագոբ Չոփուրյան եւ իր երկու դուստրերը, որ փաստաբաններ են, ձեզ առաջարկում են, եթե ավտովթար ունենաք, ձեր մտահոգությունները հանձնեք իրենց զանգարելով այս հեռախոսահամարին։ Դոկտոր Փարքր Ջահանգիր հովանավորում է ծրագիրը, ալերժի եւ ասմի մասնագետ է, 30 տարի է Գլենդելում աշխատում է, գրասենյակ գտնում է Գլենդելում, զանգարեք ժամադրության համար։ Երևան Shipping հովանավորում է ծրագիր։ Երևան Shipping ձեզ է առաջարկում օդանավով ծանրոցը ղրկեք $2.99 մի փանդը։ Իսկ ես ուզում եմ հիշեցնել, եթե դուք ցանկություն ունեք օդանավով ծանրոց ղրկեք, որ մինչ նախքան նոր տարի ձեր ազգական իրեն նվերը ունենա, դեկտեմբեր 19 երեկոյան ժամը, այսինքն կեսօրից հետո ժամը 2-ին վերջի ժամկետն է, որ եթե հանձնեք, անպայման կստանան ծանրոցը նախքան նոր տարի։ Նրանից հետո եթե տանեք, էլի կստանան, բայց չեն կարող գարանտի անել, որ նախքան նոր տարի կարող է լինի։ Ծրագիրը հովանավորում է նաև Hollywood Piano հովանավորում է ծրագիրը։ Hollywood Piano-ն գտնվում է Pasadena քաղաքում, բայց անմիջապես Գլենդելի կողքին է։ 1928 թվականից Hollywood Piano-ն դաշնամուր է վաճառում ընտանիքի մեջ, այսպես եկել է հիմիկվատիրոջը եւ այս Thanksgiving-ը իրենց եթե գնաք կտեսնեք ամեն ինչ գիներ զեղչված է, ամեն ինչ գրված է, ամեն դաշնամուր գրված է գինը ինչ է։ Կարող եք տեսնեք, որ խիստ իջեցրեն են գինը, անպայման այցելեք նոր տարվա համար, սա մեծ առիթ է։ Ծրագիրը նաև հովանավորում է դոկտոր Թավանսի հովանավորում է ծրագիրը։ Orange County-ում իր նոր կենտրոնը շուտով աշխատանքը սկսելու։ Բոլոր նրանք Orange County են ապրում եւ աչքի հետ որևէ հարց ունե, աչքի վիրահատող է։ Եթե որևէ հարց ունեք աչքի հետ կամ ագնոցների կարիք ունեք եւ 7 տարբեր կենտրոններ ունի Գլենդելում, Jackson եւ Colorado փողոցի եւ Glendale Avenue-ի հատման ճիշտ այդ հատման կետում է գտնվում կվերադառնա։ Waymo, որ թաքսի է, եթե կանչեք առանց վարորդի, driverless թաքսի է։ Իսկ Waymo-ն հիմա մարդուց ասում են ավելի քիչ ակսիդենտ է ունենում, քան թե անձը, երբ որ մեքենա է վարում։ Ամենաուշադիր մարդուց էլ մի քիչ կարծեք թե ավելի լավ է ակտանում, ասում են։ Փորձերը կատարել էին Սան Ֆրանցիսկոում, նախապես ուրիշ քաղաքներում, Արիզոնայում, հիմա Լոս Անջելեսում նաև թաքսին։ Հիմա այստեղ մեկ պոլիսը փողոցը փակեր է, մեկ մեքենա այստեղ տեսնում եք, Լոս Անջելեսում է սա կանգնացրել դանթանում, կանգնացրել են, ատրճանակը հանեն են, վարորդին ասում են իջիր եւ պարկիր կետնի վրա։ Հենց այդ ժամանակ այս թաքսին գալիս է այս հատման կետին, տեսնում է թաքսին այս առանց վարորդ է, տեսնում է փակ է, աշխատում է որ գնա մյուս փողոցը մտնի։ Իսկ անձը պարկած է կետնի վրա, ոստիկանները ատրճանակը հանած են, ուրեմն սարսափահար է լինում այս անձը ինչ-որ մեքենայի մեջ է, բայց վարորդ չկա, մտահոգ չի գալիս է, այսպես հիմա տեսնեք անցնում է այդ ոստիկանների արտեսակ պոլիսի մեքենաներն են, անձը կետնի վրա է, ճիշտ կողքից անցնում է, տեսեք ինչպես անցնում է կողքից, երբ
ճիշտ այդ վարկյանի որ պոլիսը անձին ասում է մեքենայից իջիր կետնի վրա պարկի, տեսեք գնում է ճիշտ այդ մարդու իհարկե վրա չի ասում, բայց շատ մոտ է եւ ոստիկաններին տեսեք բոլորը ատրճանակներ ձեռքը ինչպես տեղի ունենում սա ասացի Լոս Անջելեսում սա միակ անգամ չի որ տարօրինակ դեպք է պատահում ինքը ընկերությունն նաեւ ասում է որ ամեն ինչի համար նախատեսված չի ուրեմն ավել փորձ ենք ձեռք բերում ապահովությունը ասում է Վոյմոն ամենակարևոր ազդակն է որ մենք աշխատում ենք եւ տարբեր վիճակ ամեն վարքյան մի բան է պատահում եւ մենք սովորում ենք այդ օրինակ այս օրինակ հիմա սովորեն են պետք է մեքենան ուրիշ ձև կատարեն հիմա այստեղ տեսնում եք այսպես Վեյմոն ասում է իհարկե իրենք ասում են այս self driving-ը որ վարորդ չունի 90%-ով ավել քիչ լուրջ ակսիդենտի մեջ է մնում կամ ունենում քան թե սովորական վարորդը անձը որ ինքն է վարում իր մեքենան ասում են այս մարդը հիմա տեսնում եք այս տաքսիի մեջ է կամ այս Վեյմոյի մեջ է անընդհատ Արիզոնայում է սա պատահում պատտում է Ֆինիքսում պատտում է բայց չի կանգնում անընդհատ մեքենան տեսեք այսպես պատտում է մեկ անգամ նաև բասը աշակերտների բասն է պետք է երբ որ բասը կանգնած է որևէ մեքենա պետք է կանգնի բասը լույսը միացած է բայց սա գալիս է մյուսները կանգնել են բայց ինքը գալիս է մեքենան անցնում է չի անդրադառնում որ այս բասի լույսը միացած է որտեղ վարորդ չկա այս կոնտրոլը այդպես չի հիմա աշխատում են նման հարցերի վրա կամ ես այս ցուցադրել էի որ երբեմն գալիս է այս մեքենան երբ որ գնացքը գնում է train-ը գնում է չի անդրադառնում որ պիտի կանգնի ուրեմն ուղիղ անցնում է որ կարող է պատահի որ հասնի այն ժամանակ որ գնացքը գալիս է եւ accident լինի ամեն անգամ իրենք ասում են որ նոր բան ենք հետևում նոր այսպես նորություն մտցնում են այդ կոմպյուտերի մեջ որ կարողանա ամեն ինչը կատարի ճիշտ ես ուզում եմ հիմա խոսել մեկ նոր երիտասարդությունը մի վիճակ է սկսել որտեղ այս վիճակը հիմա տեղի ունենում Ֆլորիդայում, Արիզոնայում, Կալիֆոռնիայում, Մինեսոտայում որ գնում են դուրը թակում են հետո թողում են գնում են սա երեխաները կատարում էին 50 տարի առաջ, 70 տարի առաջ, 60 տարի առաջ, հիմա ես այստեղ ուզում եմ ձեզ ցուցադրել այդ ինչ որ տեսեք եկել են եւ խիստ դուրը ճիշտ կարծեք ուզում են ջարդեն, քացը տալիս են տրանը, անձը ներսից ատրճանակը վերցնում է դուրս է գալիս, շատ վտանգավոր մի բան որ նոր door kick challenge, ուրեմն քացի տալ տրան, այստեղ տեսնում եք որ կես գիշերին ժամը 12-ից հետո այս տեղի ունեցող նոր challenge է սկսվել երիտասարդների մոտ 3 հոգու ձերբակալել են այդ բերումով Ֆլորիդայում եւ ասացի հիմա մենակ Ֆլորիդա չի որ սա տեղի ունենում ուրիշ քաղաքներում էլ կես գիշերին գնում են դուրը թակում են քացի են տալիս տրանը քանի անգամ եւ հետո փախչում են ինչպես տեսնում եք այստեղ տեսնում եք հարվածում են տրանը անգամ դուրը կարողացան բացել սա նոր challenge-ն է որը սկսել են Ես պիտի Տաթար վերցնեմ, երբ վերադառնամ Տաթարից շարունակեմ մեքենան գնում է գետի մեջ եւ շարունակեմ ծրագիրը, իսկ ծրագիրը հովանավորում է Ռաֆիս մարքեթն է հովանավորում ծրագիրը։ Իրենք պատրաստի ճաշ ունեն, եթե դուք ժամանակ չունեք պատրաստելու, նաեւ հաց են թխում, ինչ որ հարկավոր է պանիր կարակ, կարող եք գնաք Ռաֆիս մարքեթ այսինքն Բրբանկում է Գլենոքս փողոցի վրա, բայց ճիշտ Գլենդելի հարևանության շատ մոտ է Գլենդելին։
Court Furniture-ով անավորում է ծրագիրը Central-ի մրթել փողոցի հատման կետում է Glendale-ում, Orange County-ում Yokled եւ 405 Freeway Santa Ana-ում խանութ ունեն, նաեւ մասամբ բոլոր Ամերիկայով խանութներ ունեն 100-ից ավել խանութ ունի Court Furniture-ը նոր մատրես եթե պիտի գնեք գրասեղան աթոռներ Court Furniture այցելեք Անրե Ղարիբյան փաստաբանն ով անավորում ծրագիրը եթե հրդեհ տեղ ունեցել ձեր տանը կամ բիզնեսում ձերը եթե bankruptcy file անեք եթե accident-ը կունեցել այս հեռախոսը համարին զանգարեք Դոկտոր Իբրահիմի ով անավորում է ծրագիրը եթե թաթի վրա թաթի տակ վերք եք հայլում եք շնչասպառ եք լինում այս հեռախոսը համարի զանգեք Orange County Commerce Encino Glendale-ում 616 իսկ Glenox փողոցը գտնվում կվերադառնա Շինգլը որ երեսի այս մաշկը գիտեք հիվանդություն է, այսպես վերքի նման է լինում, իրեն հին տեղը շինգլի, ասում են շատ օգնում է նաև Ալզայմերին, այս հիշողություն կորցնելու, նրանք որ խնդիրներ ունեն իրենց հին տեղը։ Հիմա ավել նոր տեղ է եկել, ավել օգտակար է, բայց հինը թվում է տեսնում են այդ հիվանդության օգտակար է լինում, հիմա այսպես եթե տեսնում եք, այս շինգլի տեղն է, որ ասում են շատ օգտակար է այդ հարցի համար։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից ես մեկ բասկետբոլիստ ցույց տամ, որ երևի ամենաերկարաբույ բասկետբոլիստը իսկ ծրագիրը հովանավորում է Սոնաֆե տարեցների կենտրոնն է հովանավորում, եթե իրենք բաս ունեն, մինի բաս ունեն, ցես կտանեն ու կվերադարձնեն։ Ջակփաթն է հովանավորում ծրագիրը նաև իրենց խանութը Սանլանդում փակեր են ամեն ինչը բերեն այստեղ շատ ապրանք ունեն շատ կինը իջեցրեն են որպեսզի անպայման դուք կնեք կոշիկները հագուստներ բոլորը կգտնեք այնտեղ Yugo Shipping-ով անավորում է ծրագիրը որ գտնվում է Լոս Անջելես քաղաքում այսինքն Հոլիվուդ հայկական Հոլիվուդը Sunset փողոցի վրա Եթե դուք մի ծանրոց իրենց հանձնեք, երկրորդ ծանրոցը անվճար են տանում։ Իսկ օթանավով pound-ը $2.95 օթանավով նաև ծանրոց կարող եք ուղարկեք եւ եթե ցանկություն ունեք ձեր ծանրոցը, որ օթանավով եթե ղրկեք նախքան նոր տարի ձեր ազգականը Հայաստանում ծանրոցը ստանա, ուրեմն վերջին օրը լինելու է դեկտեմբերի 19-ը երեկոյան կամ կեսօրից հետո ժամի 2-ին անպայման օր առաջ հանձնեք իրենց Անաշե գիֆտն է ովանավորում ծրագիրը որ տեսնում եք ինչ որ այստեղ կա եթե քեյք մի բան պիտի տեղադրել ահա կարող եք այդ օգտվեք այս որ մաքուր մնա ամեն ինչը ձեր քեյքը ինչ որ պիտի տեղադրեք իջեցրած է $9.99 այս նոր տարի գալիս է երևի քեյքեր կթխեք կամ կգնեք կտեղադրեք մեջը մաքուր կմնա ավել թարմ կմնա այցելեք Անաշե գիֆտ 1937 West Glenox փողոց կվերադառնա Ես ուզում եմ հիշեցնել բոլորին Pioneer Village 515 Pioneer փողոցի վրա գտնվող մատչելի կներով բնակարաններ այս սայթը ձեզ մոտ գրեք կամ հեռախոսը ձեզ մոտ գրեք եւ այնտեղ լինելու է 340 յունիտ որոնցից որոշը լինելու է ստուդիո, 1 bedroom եւ 2 bedroom մինչեւ պետք է այդ աշխատանքը կատարեք դեկտեմբերի 12-ին կեսօրից հետո ժամի 5-ին օր առաջ կատարեք լրացրեք իրենց ինտերնետի միջոցով կամ application կարող եք գնաք վերցնել այդ տունից Catholic Charity կենտրոնից եւ նաեւ տարեցների կենտրոն որ Կոլորադո եւ բրանդի հատման կետում է գտնվում իսկ ես վերջավորությանը ուզում եմ ձեզ ցույց տալ մի տղա որ բասկետբոլիստ է 7 feet 9 ինչ ամենաերկարաբույն է այստեղ տեսնում եք 2 մետր 34 սանտիմետր իր նախապես ուրիշ երկարաբույ մարդիկ նաև
եղել են բասկետբոլ խաղացողներ։ Սա ում որ տեսնում եք նրանք էլ երկարաբոյ էին, այս տղան տարօրինակ է, այստեղ տեսնում եք օրինակ 6 ֆուտ 9 ինչ այդ հայտնի բասկետբոլիստն է, Շաքիլ Օնիլին եք տեսնում, մտածեք, իրենք 2 մետր 10 սանտիմետր է, բայց այս երիտասարդը իրենից երկար է, այստեղ տեսնում եք ամենածախում իրեն տեսնում եք 2 մետր 34 սանտիմետր, երկրորդ տեսնում եք 2 մետր, մտածեք 7 սանտիմետր է հայտնի Լեյքերսի խաղացողը, աչում հին ժամանակ ճանաչված Մայքլ Ջորդանին եք տեսնում 6 ֆուտ 6 ինչ է, այսինքն 196 սանտիմետր է, տեսնում եք, բայց ինքը տեսեք նրանցից նաև առնվազն մի 10 սանտիմետր 10 ինչ 25 սանտիմետր ավել երկար է, իրեն հետ հասակիցներին եք տեսնում հեշտությամբ, բնականաբար շատ վերև է բոյը հեշտությամբ կարողանում է գոլանի, այսպես Ֆլորիդայի թիմի խաղացող է, այսպես տեսնում եք իրեն։ Ծրագիր եկավ իր ավարտին, ցես կհանդիպեմ վաղը, մի շնորհանդիպ։